Քններականների ներկայությամբ կարելի ձեր գործողությունները։ Ձեր մի տվեք, եթե ձեր հարցանքը պատասխանեն, անպատասխանաբար։ Բաց չի, բայց Իսկ դու կարող ես ներկայացնել հայության համար հոգևոր։ Ոչ, խնդրում եմ դուրս եկեք, մի խանգարեք։ Մեր հոգևոր կենտրոններից մեկը, կարևորագույններից մեկը, ինչ մի խանգարեք։ Դիմա փորձում եք Իսկ հայտնաբերել եք ինչ խնդրում էիք։ Դե ո՞նց գնա մարդիկ կանգնած են։ Մարդիկ կանգնած են։ Ինչ որ բան հայտնաբերեցիք եւ արդյունք տվեց ձեր որոնումները։ Մեկին ասեք, որ կարա պատասխանի էլ այդ հարցերը։ Ույս կախում չէ։ Այո։ Այսինքն Մի խոչընդոտեք։ Չեք խոչընդոտում, մենք չքան իրավունք եւ հնարավորություն տվել են մեր սեփական երկրում շարժվելու, հավատք ունենալու, խոսելու, կարծիքի համար կալանավորում եք, խոսքի համար կալանավորում եք, եկեղեցի այցելելու համար կալանավորում են։ Արդեն հոգևոր ինքնությանն են հասել։ Ես վստահ եմ, որ այդ եկեղեցականները, տեր հայրերը, ովքեր այս պահին ձերբակալված են, նրանք ձեր երեխաների կնունքին, ձեր ամուսնական պսակադրությանը օրհնությունն են բերել եւ իրականացրել են այդ սուրբ արարողությունները, երբ որ դուք մկրտվել եք, եթե մկրտված եք։ Ոնց եք հանդուրժում այս իրողությունը, որպես հայ մարդ։ Հրաման կատարելով չեք կարող արդարանալ։ Հրաման կատարելով վաղը մյուս օրը գալու են ասելու են, ասկյարները հիմա բռնաբարում ենք ձեր մորն ու կնոջն ու երեխային ձեր աչքի առաջ։ Դուք հրաման եք կատարելու։ Արդեն մեր հոգևոր ինքնությանն են հասել։ Ոնց կարելի է հանդուրժել այս ամենը։ Եվ ես որպես հայ մարդ հենց հիմա իրավունք ունեմ հասկանալու մեր հոգևոր կենտրոնում ինչ է իրականում տեղի ունենում։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի րոպե։ Խնդրում եմ պարզաբանում։ Որևէ անձ, ով կարող է պարզաբանում տալ։ Ներողություն կա որևէ անձ, ով կոմպետենտ է պատասխաններ հնչեցնելու։ Չէ՞ որ գործողություն եք անում, հանրության հետ բաց, շիտակ խոսեք։ 3 միլիոն վարչապետերից այստեղ կան եւս մի քանի վարչապետեր։ 100-ին հասնող վարչապետեր կան այստեղ։ Խնդրում եմ պարզաբանեք մեզ։ Բոլորը տիկնոջ հարցադրումը ուղեք համապատասխան գործողությունները, որ տեղ են ունենում ներսում։ Տիկնոջը միայնակ մի թողեք, մենք բոլորը Կարելի է ձեզ մի րոպե։ հավատավորներ ենք, հետևորդներ ենք, տիկինը ճիշտ է ուղղում իր հարցադրումը։ Արդյոք իրավունք ունենք տեղեկանալու։ Ինչ գործողություններ է այս պահին տեղի ունենում։ Կոմպետենտ որևէ մեկը կա, որ կարող է պատասխանել։ Իսկ ինչ չափով է խաթարվել կամ ով է խաթարել հասարակական կարգը։ Նրա գրողների ներկայությամբ ոստիկանների Հասարակական կարգը խախտվել է այստեղ։ Խնդրում եմ պատասխանեք։ հասկանալի գործողություններ, եթե հիմա հրաման գա Մենք հայերեն ենք խոսում, Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն դեռևս հայերենն է, եւ հույս ունեմ այդպես էլ կլինի։ Ինչին չեք հասկանում։ Հարց ենք տալիս, ուզում ենք հասկանանք, ինչ սահմանադրական կարգա խախտվել, որ դուք եք փորձում եք պահպանել։ Առաջ մեկ Հարցակում ա եղել օրինակ, չգիտեմ, կարող է ինչ-որ մարդիկ գործողություններ են կատարում, գործողություններ կատարում, Ինչ գործողություններ, ինչ հասարակական կարգը այսինքն խախտվել է, ով է խախտել, ուզում ենք հասկանալ։ Ներողություն, իսկ փաստաբան, այսինքն օրինական հիմքեր ունեն ձեր գործողությունները, քրեականներ, չգիտեմ, փաստաբաններ ներկա եղել են ձեր գործողությունների ընթացքում։ Այսինքն մենք ենք բաժղայնացած։ Մենք ենք բարկացած, որովհետև մենք առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիրն ենք։ Փորձեք մտնել ներս տեսնեք։ Իհարկե կփորձեմ։ Ես էլ փորձեցի, չթողեցին, հանեցին։
Ես իրավունք չխոչընդոտում, խնդրում եմ ինձ չխոչընդոտել, որպես հավատավոր հայուհի, ես ուզում եմ իրավունք ունեմ մտնելու։ Ներողություն եմ խնդրում, լսեք ինձ։ Իհարկե։ Մեր ծառայությունը քեզ խնդրում ենք ուղղակի մի խոչընդոտեք, կլինի։ Իսկ կարող եմ հիմա մեր հոգևոր առաջնորդարանն մտնել։ Առաջնորդ չեք կարող ստե մտնել, որտեղ հենց հիմա ազգային անվտանգությունը քննչական կոմիտեի հետ միջոցառումը իրականացնում։ Կարող ենք իմանալ ինչ միջոցառում, ինչ գործողություններ եւ ով է խախտել այն կարգը, որի հիման վրա դուք այստեղ եք գտնվում։ Ես չեմ գտնվում։ տիրապետում այդ ինֆորմացիային։ Այսինքն դուք չգիտեք ինչ եք իրականացնում։ Մենք անվտանգություն ենք ապահովում։ Ում անվտանգությունը։ Հանուր տարածքի։ Տարածքը անվտանգ է, մենք զինված չենք, որևէ վտանգ չենք հանդիսանում տարածքի համար, իսեր Աստծո։ Հարգում եմ ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Մենք էլ խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Ես էլ ունեմ, հավատացեք։ Ուղղակի մեր ծառայության բերումով մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Երբ որ հարձակվել են հայ ինքնության վրա, հոգեվոր Չէ, մեր հոգեվոր արժեքի վրա այսօր ներգործություն է տեղի ունենում։ Այսօր քրիստոնեության վրա Հայաստանի Հանրապետությունում Սուրբ հայրերին այսօր ձերբակալել են, ինչը նշանակում է, որ այլևս մեր երկրում մեր հավատքը վտանգված է։ Ես խնդրում եմ, որպես դուք հայորդի, ուժեղ, պաշտպանող, մեր հայուհիներից պաշտպանն եք դուք։ Եվ ես հույս ունեմ, որ երբ որ ասկյարները կգան ու հրամանը կիջնի, որ շատ տգեղ ու բռնաբարող գործողություններ են իրականացվելու։ Դուք այդ դեպքում չեք արդարացնի, որ ծառայություն եք իրականացնում եւ ստիպված եք լռելու։ Հիմա խնդրում եմ, մի ենթարկվեք այն հրամանին, որը ապօրինի է, եւ ենթարկվեք հայ ժողովրդին, ով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, եւ խնդրում է, պահանջում է ձեզնից, որպես հայ տղերք, հայերեն խոսացող տղերք, երբ որ դուք ծնվել եք, ձեր ծնողներին ասել են, որ հայ օջախը շեն մնա, հայ արուզավակ է ծնվել, եւ հենց այն եկեղեցականները, ովքեր այսօր կալանավորված են ու ձերբակալված են, նրանք օրհնել են ձեր մկրտությունը, ձեր պսակադրությունը, ձեր զավակների մկրտությունը, Աստված մի արածե մեր տատիկ պապիկների մահվան արարողությունը, ես խնդրում եմ հարգել իմ հավատքը եւ չխոչընդոտել։ Ոչ մեկ ձեր հավատքը չի դնում այն աստիճանի վրա, որ անհավատորեն մոտենան։ Ուղղակի մեր ծառայությանը այս պահի դրությամբ դուք խոչընդոտում եք։ Ինչ արեցինք, որ խոչընդոտում ենք։ Հնարավորինս վարորդներից դուրս։ Չէ, ես խնդրում եմ էլի, զինված չենք, նորմալ մարդիկ ենք, խաղաղ։ Ես չեմ տիրապետում։ Ասեք ինչ որ մի հատ կոմպետենտ մարդ, ով որ կարող այդքանը մեծ միջոցառում, այո, միջոցառում հասկանան կավարտվի։ Եվ դուք հոգևորականներ կան այս պահին։ Մենք չենք կարող պատասխանել, անկեղծ եմ ձեզ։ Իսկ հանցագործներ կան ներսում։ Մենք չենք կարող պատասխանել։ Ոչ մի հարց մի Մենք չենք իմանում։ Մենք մեր ծառայությունը իրականացնում ենք։ Չէ, նայեք, եկեք որպես ճիշտ հասկանանք, էլի իրար դուք ճիշտ հասկացեք։ Անվտանգություն եք, չէ՞ ապահովում։ Մենք անվտանգություն Ում անվտանգությունն է։ Իրանք ասացիք, որ բախում է եւ այլ չլինի։ Մենք չենք տիրապետում մնացած։ Ո՞վ իջև բախում լինի, այսինքն ներսում կան մարդիկ։ Անվտանգություն ասած հասկացողություն։ Լավ, հասկանում եմ, հարգելիս։ Խնդրում եմ ինձ բացատրեք, այս պահին ներսում կան հանցագործներ։ Ես չեմ տիրապետում։ Իսկ հոգևորականներ կան։ Չեմ տիրապետում։ Բա ի՞նչն եք ինչ էր կատարվում։ Ես ուզում եմ ձեզանից խնդրեմ, բոլորից հետ ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք, ստեղ սպասեք, ձեզ ոչ մեկ չի արգելում։ Իսկ ինչ խոչընդոտում, եթե մենք այստեղ սպասենք, մուտքի մոտ սպասենք կամ ներսում։ Կարող ենք ներսում, չէ՞ որ տեսեք, մենք ժողովրդավար երկրում ենք ապրում եւ 3 միլիոն վարչապետ ունենք, ճիշտ է։ Ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ։ Ես չեմ ուզում, խնդրում եմ խոչընդոտել իմ հավատքին, ուզում եմ մուտք գործել։ Ուզում եմ մուտք գործել։ Բան հարցնեմ, այս փագել եք, եկեղեցին է ինչ եք փագել։ Եկեղեցին ինչի է փագել, սպասեք։ Մի րոպե։ Մեր արդեն փակում եք, այսինքն քրիստոնյա մարդու առջև մեր առաջնորդանի դուռը փակում եք, չէ, արձանագրենք փաստը, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդների առջև դուռը դրմփոցով, շրխկոցով փակվում է, Նիկոլի ժողովրդավար հորջորջվող երկրում, այսինքն բռնապետություն է։ Լսեք, ես ձեզ ասեմ, 2 տարի հետո մահմեդություն է այս երկրում բռնելու, քրիստոնեություն չենք թողնելու, իրենք ամեն ինչ անելու են, բայց չենք թողնելու։ Մահմեդականությունն է տարածվելու այս երկրում։ 2 տարուց հետո սրանք
մսկիթներն են պահելու։ Սրանք չեն հասկանում, որ Մերոնը դուք քրիստոնյա Մերոն ունեք ձեր ճակատին, պարոն Փոգնդապետ, Մերոն ունեք ձեր ճակատին։ Ամեն ինչ ունենք, կներեք։ Ունեք, խնդրում եմ, մի խոչընդոտեք։ Մի խոչընդոտեք։ Հիմա ներսում քննչական գործողություն է կատարվում։ Հասկացա։ Հիմա դուք ներս չեք կարող մտնել, որտեղ ես որևէ բան չեմ կարող։ Ասեք, ես ինչով եմ խոչընդոտելու։ Որտեղ գործողություն է կատարվում, որտեղ Ինչ գործողություն։ Պարզ թափանցիկ խոսեք հանրության հետ։ Պարզ թափանցիկ խոսեք։ ես ասեցի 2018 թվականին, երբ որ մարդիկ քացով կոտրում էին ռադիոտան շենքը, այն ժամանակ դուք լռում էիք եւ որևէ մեկին չէիք ձեռքակալում։ Մի րոպե, դուք հասարակական կարգինչի չէիք պահում 2018-ին, երբ որ ռադիոտան շենքի վրա գրոհ էր իրականում ու քացով բացում էին դուռը։ Հիմա առաջնորդարանի դուռը ինչ է փակել, ինչ իրավունքով։ Գրավոր փաստաթուղթ, ինչ է հիմքը, որ փակել եք առաջնորդարանի դուռը իմ մկրտված եք։ Պարոն Փոգնդապետ, դուք մկրտված եք։ Ով է ասել։ Ես եմ ասել, որ քննչական գործողությունը կատարում իրավունք ունեք։ Խնդրում եմ ինձ հիմք տվեք։ Ինչի հիմքի, ինչ հիմքի վրա եք սահմանափակում իմ ազատ տեղաշարժի իրավունքը։ Մի րոպե, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ ազատ տեղաշարժի, հավատքի, խոսքի, կարծիքի իրավունք։ Ինչ եք սահմանափակում, ինչ իրավունքով։ Խնդրում եմ ինձ փաստացի բան։ Ես հարցերն չեմ պատասխանի, ես ասեցի, որ Իսկ կա կոմպետենտ մեկը ներսում։ Դուրս կգանք պատասխանել կոմպետենտը։ Բայց կա այդ կոմպետենտը, որ գա։ Ես խնդրում եմ հրավիրել։ Ավարտեցին Փոգնդապետ, իսկ Հասպատակությունը ինչ հիմքով։ Այո, սա որևէ մեկը կա։ Ընթերականներ կան։ Իսկ մենք ինչ հիմք ունենք կարծելու, չկասկածելու, ես իրավունք ունեմ, չկասկածելու, որ հիմա այնտեղ ես ինչեր եք կարող եք ներդնել, հետո ասել, որ այնտեղ ենք գտել։ Ընթերականներ կան։ Չգիտենք պոլիփեդ, ասենք, չգիտեմ։ Ցախավել, գրիչ, բմբուլ, որից վախենում են էլի ձեր հրահանգողները, ամենագերագույնները։ Եկի կարձանագրենք, որ ստեղ ոչ